Ռուս-ուկրաինական ճակատում բեկում չկա, ռուսական բանակը շարունակում է հարձակողական գործողությունները հիմնականում Դոնեցկի ուղղությամբ։ Այսօր ռուսները մտել են Սումիի մարզի Պիսարևկա եւ Զապորոժիեի մարզի Նեժենկա բնակավայրեր։ То, что Украина проигрывает конфликт, это однозначно. Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է, ճակատում դինամիկան է դա հստակ ցույց տալիս։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի հաշվարկով հուլիսին ռուսները մոտ 38 քառակուսի կիլոմետր են իրենց վերահսկողության տակ վերցրել։ Ուկրաինայի նախկին գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հուլիսին խոսում էր մոտ 700 քառակուսի կիլոմետր վերադարձնելու մասին։ Ռազմաճակատի գլխավոր զենքը շարունակում է մնալ դրոնը, անօդաչուներն արդեն խորը թիկունք են հասնում։ Ուկրաինան փորձում է իր սահմանափակ ռեսուրսները լրացնել տեխնոլոգիական առավելությամբ։ Գիշերը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Ուկրաինական դրոնները նորից հարվածել են Վալդբերեսին։ Բռնկված հրդեհից ամբողջությամբ ոչնչացել է ընկերության Տամբովի մարզի պահեստը։ 2 վիրավոր կա։ Նիժնի Նովգրադի Կստովո քաղաքում հրդեհվել է Լուկոյլի նավթավերամշակման գործարանը, որը տարեկան 17 միլիոն տոննա հզորությամբ էր աշխատում։ Տուլայի մարզում խոցված անօդաչուի բեկորների հետևանքով 1 վիրավոր կա, 2 զոհ կա Լիպեցկում, 2 վիրավոր Վորոնեժում։ Կիևը ռոբոտներ է ակտիվ օգտագործում նաև ցամաքում, զինամթերքի, սննդի տեղափոխման, վիրավորների տարհանման, ականազերծման, որոշ դեպքերում նաև մարտական առաջադրանքների համար։ Ուկրաինան նախատեսում է մեծացնել այդպիսի համակարգերի արտադրությունը, փորձելով նվազեցնել զինվորների անմիջական մասնակցությունը ամենավտանգավոր առաջադրանքներին։ Մոսկվան հետ չի մնում, արդյունքում ռազմաճակատում ձևավորվում է նոր տեխնոլոգիական մրցավազք։ Իհարկե, դրոնները, ռոբոտներն ու էլեկտրոնային պատերազմի մյուս համակարգերը դեռ չեն վերացրել պատերազմի դասական ձևը, երկու կողմն էլ զոհեր է տալիս։ Ռուսաստանն ավելի մեծ մարդկային եւ արդյունաբերական ռեսուրսներ ունի, իսկ Ուկրաինան շարունակում է մեծապես կախված մնալ արևմտյան ռազմական աջակցությունից։ Օգնության նոր խոստում է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Կիև այցի ժամանակ նա հայտարարել է Ուկրաինային Storm Shadow հեռահար հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ տալու մասին։ Նաև խոստացել է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինային լրացուցիչ Փետրիոտ հակաօդային պաշտպանության հրթիռներ տրամադրել։ Այս ֆոնին ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռադքլիֆն է չհայտարարված այց կատարել Մոսկվա։ Դմիտրի Պեսկովի խոսքով այցը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների միջև շփումների համար է։ Պուտինն ու Ռադքլիֆը չեն հանդիպել, բայց Կրեմլի ղեկավարը ողջունել է շփումները։ Ամերիկանцы прилетели на переговоры. Պուտինին զեկուցել են այդ հանդիպումների արդյունքների մասին, բայց Կրեմլում հանդիպում չի եղել, չի էլ նախատեսվում։ Встреч с президентом России не было. Այս այցը դեռ չի նշանակում, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրին։ Այցի նախորդին Զելենսկի Մոսկվայի ներփոխանցել հրադադարի 1 էջանոց առաջարկ, սակայն Մոսկվան այն անմիջապես մերժել էր։ Ռազմական փորձագետների գնահատմամբ պատերազմի հաջորդ փուլում որոշիչ են լինելու ոչ միայն գրավված տարածքի քառակուսի կիլոմետրերը, այլև ռեսուրսները, սպառազինության արտադրության ծավալները եւ նոր տեխնոլոգիաներին հարմարվելու արագությունը։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։